Ողջույն 24-ի եթերում հետագից Նևես Նարեկ Գալստյան ու այս բան ես հյուրընկալել եմ Արթուն ենք շարժման հանրային կապերի պատասխանատու Նարեկ Մալյանին, Նարեկ ողջույն ու շնորհակալ եմ շատ հրավերս ընդունելու համար։ Ես շնորհակալ հրավերի համար։ Քանի որ վերջին շրջանում Հայաստանում իշխանափոխության, այսպես բանաձև որպես այդպեսին առաջարկվել է քո եւ քո կողմնակիցների կամ համախոհների կողմից եւ դա կոչվում է impeachment, այսինքն միակ տարբերակը, որով հնարավոր Նիկոլ Փաշինյանին ձեր կարծիքով հեռացնել, ինձ իսկապես հետաքրիր է այն գործիքակազմը, որով որ դուք պատրաստվում եք դա անել։ Ես մի փոքր իրավիճակը փորձեմ իմ տրամաբանությամբ նկարագրել, հետո արդեն այսպես հարցով ձևակերպեմ։ Ակնհայտ է, որ impeachment-ի համար անհրաժեշտ է հələ չեմ ասում Հայաստան դաշինք պատիվ ունեմ, քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավորներից կարծեմ 18 հոգու, եթե չեմ սխալվում, 19 հոգու տեխնացությունը։ Հիմա մենք ունենք մի իրավիճակ, երբ որ հələ քաղաքացիական պայմանագիր չեմ էլ հասնում, ընդդիմության ներսում այդ թվում նաև թույլ տվեք ասել ոչ առանց ձեր մասնակցության մի այնպիսի փոխհրաձգություն է ընթանում, որ այդ մարդիկ կարծես թե այլևս շատ դեպքերում անգամ անձնական հարաբերություններն են խզել իրար հետ, էպիտետներով են խոսում եւ այլն, ուր մնաց, այսինքն այս երկուսի համախմբումն է դեռևս կասկածի տակ, ուր մնաց, որ դրանից հետո էլ մի հատ կարողանաք Փաշինյանի աջակիցներին համոզել, որ պետք է ստորագրել։ Ինչպես եք պատկերացնում impeachment-ի գործընթացը եւ արդյոք սա իրատեսական է։ Հարցերի փունջեր, նախ ես չեմ կարծում, իմ կարծիքով չի, որ միակ տարբերակն է impeachment-ը, եթե դուք այլ իշխանափոխության այլ տարբերակի մասին տեղյակ եք, ես սիրով կլսեմ, ընդհանրապես ձեր եթերից կոչ եմ անում, եթե ինչ-որ մեկը այլ տարբերակ է տիրապետում իշխանափոխության այս պայդերությամբ, ընտրություն կա այս պահին 26 թվական։ Դե հիմա 25 թվականն է, եթե չեմ սխալվում։ Բայց այդքան էլ հեռու չէ՞ նկատի ունեմ։ Իսկ մենք գործիքների առումով գործիք կա, որ չենք օգտագործել, այսինքն impeachment-ը չի խանգարում 26 թվականի ընտրություններին եւ 26 թվականի ընտրությունները չեն խանգարում impeachment-ին։ Հետեւաբար այս պայդերությամբ, այո, միակ տարբերակը իշխանափոխության, իրական տարբերակը դա impeachment-ն է, անվստահությունն է։ Լավ։ Երկրորդը ուղղակի ռետրոսպեկտիվ ասեմ, առաջին անգամ 2022-ի օգոստոսին դիմադրության շարժման շրջանակներում, եթե չեմ սխալվում, Իշխան Սաղաթելյանի կողմից հրապարակային խոսվեց impeachment-ի մասին, որին հաջորդիվ Էդգար Ղազարյանը impeachment-ի հարցը բերեց օրակարգ 21-22 թվականի օգոստոսին, ես ուսումնասիրելով այդ խոսույթը մանրամասն գուգլելով եւ սահմանադրություններ նաեւ կարդալով ու տարբեր ինֆորմացիաներ համադրելով հասկացա, որ մարդիկ ճիշտ են ասում։ Հետեւաբար դա իմը չի, այդ խոսույթը։ Ինչ վերաբերվում է դաշտի պառակտվածությանը, ինչքան էլ պառակտված լինի դաշտը, եթե այն կոչվում է անդիմադիր, հետեւաբար այդ դաշտը ունի իր առաքելությունը։ Մարդիկ նույնիսկ անձնապես, եթե իրար տանել չեն կարողանում, ես էլ շատ մարդու տանել չեմ կարողանում, շատ մարդ էլ ինձ միգուցե տանել չի կարողանում, բայց ես բոլոր այդ մարդկանց հետ պատրաստ եմ համախմբվել իրական գործի շուրջ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու տրամաբանության մեջ, եթե կա գործ աշխատանք, ոչ թե անձի շուրջ համախմբվելու կոչ։ Ցավոք սրտի վերջին տարիներին այդ այսպես կոչված միասնականությունը, որը այո ճիշտ եք նաև իմ գործուն մասնակցությամբ քանդվեց հրապարակային դաշտ բերելով շատ հարցեր, ինքը կեղծ միասնականություն էր, ինքը ճահիճ էր, ինքը ժողովրդի աչքին թոս փչելու փորձ էր, այսինքն հանրային հրապարակային առումով խաղում էին մեր ընդդիմադիրները միասնականություն, բայց հանրային դաշտից դուրս, այսինքն ոչ հրապարակային պայմաններում իրանք իրար էլի նույն ինտենսիվությամբ ատում էին եւ իրար նույն էպիցենտրները իրար տալիս էին։ Ուղղակի այդ ամեն ինչը արդեն հրապարակային դաշտ եղավ, ժողովուրդը սկսեց տեսնել, որ այնպես բան կա, ոչ մի նոր բան չի առաջացել։ Այսինքն կար խնդրեմ, այդ խնդրեմը ուղղակի դարձավ հրապարակային, ընդհանրապես։ Ես չեմ կարծում, որ եթե մարդը իրոք ընդդիմադիր է, եթե մարդը իրոք ուզում է այս իշխանության հեռացումը, ինքը կանգնի անձնական ինչ-որ բան ամբիցիաների շուրջ։ Մենք բազմաթիվ օրինակներ ենք տեսել, չէ, վերջում էլ ասենք
Գյումրի ընտրություններից հետո մարդիկ իրենց անձնական խնդիրներն ու հարցերը մի կողմ թողեցին ինչ որ ընդհանուր նպատակի քաղաքական նպատակի վերաբերյալ որոշում կայացնել։ Ասենք թե տեսականորեն մի բան ընդունենք, որ պատիվ ունեմ Հայաստան խմբակցությունը իրենց ամբողջ կազմով կգան ու կստորագրեն իմպիչմենտի տակ։ Ես էլ հիմա դեռ չեմ հարցում, թե ով է լինելու ձեր վարչապետի տեխնացուն, որտեղ ինչի պետք է մի վարքյան, ինչ սխալ եք գնում տրամաբանական բանը, որտեղ ինչ անշանակում իմ վարչապետի տեխնացու։ Ես ձեր ասելով ի նկատի ունեմ առաջարկված բան իմպիչմենտի։ Առաջարկը պետք է իրանք անեն։ Իմպիչմենտի process, պարոն Ղարեստյան, կարող են սկսել, իրավունք ունեն սկսելու բացառապես падգամավորի մանդատ ունեցող մարդիկ կամ մարդը։ Ես մանդատ չունեմ։ Ես իմ սկսած քաղաքական գործընթացը, մեր սկսած ավելի շուտ քաղաքական գործընթացը ուրիշ լոգիկայի մեջ է։ Մենք չենք առաջադրում մեր տեխնացուին։ Մենք պահանջում ենք համենայն դեպս նաև բոլոր падգամավորներից, բայց հատկապես ունենք ընդգծված պահանջ ընդդիմադիր դիրքում հանդես եկող падգամավորների նկատմամբ մենք պահանջում ենք, որպեսզի իրանք օգտվեն այն գործիքից, որը տրված է իրանց այդ մանդատով մեր քվեի շնորհիվ։ Հետևաբար իրանք պետք է այդ տեխնացուին առաջադրեն, դեռ կհասնենք տեխնացուն, դա տեխնացուն իսկապես կարևոր է հատված է, բայց այդտեղ բանի մասին անկեղծ ասած ինձ համար անկարևոր է տեխնացուն։ Խոսենք այդ մասին, կհասնենք դրան։ Ես ցանկացած մի վարքյան ասեմ, ցանկացած տեխնացուի, որին կառաջադրեն падգամավորները, որպեսզի իմպիչմենտի Նիկոլ Փաշինյանին փոփոխելու տեխնացու, ես այս տաղավարից հայտ տարում եմ, որ անվերապահորեն համաձայն եմ հիմա ասենց ապրիորի առանց իմանալու նույնիսկ ով է տեխնացուն, այդ տեխնացուի անվան է։ Նույնիսկ եթե տեխնացուին ես անձնապես չսիրեմ։ Պարոն Մալյան, բայց դա իրանց բանն է, առաջնահերթությունն է։ Հոգեպես ազնիվ մոտեցում է, բայց քաղաքականապես իմ նպատակը ուղղակի Նիկոլ Փաշինյանի փոխելն է, քաղաքականապես մի փոքր խոցելի է, որովհետև մի վարքան ընդդիմադիր դաշտում այս բանը կարծես թե ոչինչ չէր կատարվում։ Նարեկ Մալյանը եւ Էդգար Ղազարյանը միասին երկուսով հայտարարեցին արդյունենք շարժման մասին, ասացին, որ իրենք նախաձեռնում են քաղաքական գործընթաց, որը պիտի բերի հանգեցնի իմպիչմենտի գործընթացի process-ի խորհրդարանում։ Ճիշտ է, մինչև այստեղ չսխալվեցի։ Էդգար Ղազարյանը շատ ավելի վաղուց էր այդ խոսույթով։ Ես էլ բանտում էի, դուս եկա մեր Արդյունքի մասին է խոսքը։ Արդյունքի, այո, բան impeachment connecting people, էլի, հիմա արդյունքի մասին է խոսքը։ Սա մինչև այստեղ ճիշտ է։ Ահա, հարցս հետեւյալն է. ինչ հրաշք պետք է ստիպի, որպեսզի քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավորներից 19 հոգի քվեարկեն ձեր առաջարկած ձեր ասելով ի նկատի ընդդիմության, հա, այս բaragam չասեք իմը չի падգամավորներին այլ ընդհանուր առաջարկած միֆիկ տեխնացուին վարչապետ դարձնելու օգնին։ Այսինքն դուք կարծում եք, որ Նիկոլ Փաշինյանը անփոխարինելի է։ Բացարձակապես չեմ կարծում, անուն չկա։ Այսինքն կա ընդդիմադիր գործիչ, падգամավոր հատկապես, ով կարծում է, որ Նիկոլ Փաշինյանը անփոխարինելի է։ Բացարձակապես, քանի որ դուք ասում եք, որ ձեր հարցը միֆական է։ Ձեր հարցը իրականում դուք վերջից եք սկսել գալ, ձեր անհամբերությունը հասկանում եմ, բայց ասենց ասեմ, Հայաստանի Հանրապետությունում իմպիչմենտին դեմ են 2 հոգի։ Հասկանալի պատճառներով առաջինը դա Նիկոլ Փաշինյանն է, որ չի ցանկանում, որ իրան անվստահություն հայտնեն, երկրորդը Ռոբերտ Քոչարյանն է, ինչքան էլ տարօրինակ է դա հնչում։ Ինչու՞։ Չգիտեմ ինչու։ Չէ, ինչու եք այդպես կարծում։ Ես տեսնում եմ այդ խոսույթը իր այդ 18 աջակիցների կողմից այդ ագրեսիվ պայքարը impeachment բառի հետ ընդհանրապես կռիվը, ինչու եմ սա ասում, հա, ձեր հարցին ի պատասխան։ ՔՊ-ի падգամավորների հետ աշխատանքը ինքը ուրիշ տրամաբանություն է ենթադրում, մեր ընդդիմադիր падգամավորների հետ աշխատանքը ուրիշ տրամաբանություն է ենթադրում։ Դուք վերջից սկսեցիք, վերջից պատասխանեմ, խնդիր չկա։ Քաղաքացիական ասացիք ընդդիմադիրների պարագայում ներողություն եմ խնդրում, ասացիք, որ չնայած բազմաթիվ տարաձայնություններին ընդդիմությունը պիտի համախմբվի այդ օրակարգի շուրջ։ Հիմա ես ընդունեցի տեսականորեն, որ Հայաստան Դաշինքն ու Պատիվ ունեմը ամբողջությամբ իրար հետ միասին գումարած ստորագրում են այդ փաստաթղթի տակ։ Բայց հարցը շատ լավ։ Հիմա դուք ասում եք Քոչարյան դեմանդրան, հետո ասում եք տենց լինելա, բայց Հայաստան Դաշինքը այդ պարագայում ոնց է բանասնացելու։ Ես անձի անուն տվեցի Ռոբերտ Քոչարյանն, այլ ոչ Հայաստան Դաշինքի։ Հայաստան Դաշինքի падգամավորները։ Հայաստան Դաշինքի падգամավորները եւ նաեւ Պատիվ ունեմի падգամավորները, այսինքն մեր ընդդիմադիր падգամավորները իմ կանխավարկած են նրանց նկատմամբ, հետեւելն է, որ իրանք հայրենասեր մարդիկ են, հատկապես Հայաստան Դաշինքում ես տեսել եմ падգամավոր, ով
ծայրահեղ իրավիճակում ինքը կուսակցության եւ հայրենիքի մեջ ընտրության ժամանակ ընտրեց հայրենիքը։ Ռոբերտ Քոչարյանը հայրենասեր չի։ Ռոբերտ Քոչարյանը հայրենասիրությունը չեմ կասկածի տակ դնում, բայց ինքը միգուցե իր քաղաքական հաշվարկները ունի։ Ենթադրում եմ, որ Ռոբերտ Քոչարյանը բացի իրենից չի պատկերացնում որևէ այլ Նիկոլ Փաշինյանին փոխարինող վարչապետի տեխնացու, հետեւաբար նաև հաշվելով իր հսկայական անձի ռեյտինգը, որը ինքը այս պայդրությամբ ունի, հասկանում է, որ իր տեխնացությամբ իմպիչմենտի գործընթացը ամենայն հավանականությամբ տապալված է, եւ ինքը ապրիորի չի ուզում է տապալված process-ի մեջ մտնի, որովհետեւ նաեւ իմպիչմենտը, չէ, հակասող ոչ մի բան չկա։ Իմպիչմենտի գործընթացը ինքը նաեւ մեծ ժողովրդական աջակցությամբ ուղեկցվող գործընթաց պետք է լինի, այսինքն մենակ падգամավորների ստորագրությունները առանց համազգային մեծ հսկայական նշանակության փողոցի գեներացիայի ոչ մի արդյունք չի տա։ Եվ հակառակը, մեծ համազգային փողոցը, որը մի քանի անգամ մեր կյանքում եղել է, մենք տեսել ենք առանց վերջում իմպիչմենտի գործընթացի, որևէ արդյունք չի տա։ Եկեք մի հատ այդ տրամաբանությունը քանդենք, էլի։ Լավացի։ Դուք քիչ առաջ ասացիք, որ ինձ համար բացարձակապես միևնույն է թողալնելու վարչապետի տեխնացուն։ Ճիշտ է։ Հիմա էլ ասում եք, որ ճիշտ է, ձեզ համար միևնույնն է, բայց այ Քոչարյանի բարձրականը դա չի ստացվի։ Ես չեմ ասում չի ստացվի։ Դուք եք ասում։ Չէ, դա ես բացատրում եմ ձեզ Ռոբերտ Քոչարյանի տրամաբանությունը, բայց ձեր նաև տաղավարից հայտարարում եմ, որ եթե նաև տրամաբանական կլիներ, որ Ռոբերտ Քոչարյանը վարչապետի տեխնացու էր, որտեվ ըստ էության, այո, Հայաստան դաշինք ամենամեծ ընդդիմադիր падգամավորներ ունեցող խմբակցությունն է, որի առաջնորդը Ռոբերտ Քոչարյանն է, այսինքն առաջի համարն է եղել եւ ենթադրելի է, որ Հայաստան դաշինքում իրան են պատկերացել վարչապետի տեխնացու ընտրությունների ժամանակ։ Դա շատ նորմալ է, ես նույնքան մեծ եռանդով կաշխատեմ Ռոբերտ Քոչարյան տեխնացուի համար, 3 անգամ ավելի շատ եռանդով կաշխատեմ, քան ինքս իմ համար, ասենց ասեմ, ձեզ համար բաց լինի։ Ինձ համար գոյություն չունեն անընդունելի տեխնացուներ։ Ես կարող ունեմ ինչ-որ վերապահումներ այս կամ այն մարդու նկատմամբ, շատ մարդիկ կարող իմ նկատմամբ ունեն վերապահումներ, դա նորմալ է։ Ոչ մեկ չի ասում, որ պետքա բոլորը բոլորին սիրեն։ Այ հենց այդ կեղծ սերն էր, որը որ մեր տունը քանդում էր մինչև այս վերջերս։ Ես պատրաստ եմ ոչ միայն Ռոբերտ Քոչարյանի, ցանկացած մարդու շուրջ միավորվել եւ աշխատել, եթե այդ падգամավորներն են որոշում ով լինի տեխնացու։ Իրանք որոշեն, որ Ռոբերտ Քոչարյանը, խնդիր չկա։ Պարոն Մալյան, նորից։ Միշտ է խնդիրը։ Ասեմ միշտ է խնդիրը։ Դուք ասում եք Ռոբերտ Քոչարյան դեմ է։ Այո։ Ես շատ լավ հիշում եմ իմպիչմենտի մասին խոսակցությունները սկսալ 2022։ Ընդ որում, ես ասում եմ, որ Ռոբերտ Քոչարյանն է դեմ։ Հայաստան դաշինքի падգամավորները իմ կարծիքով դեմ չեն։ Իմ տպավորությամբ։ Լավ, նորից հիմա փորձում ենք այս տրամաբանությունը շարունակել քանդել, որովհետև շատ հարցեր կան, ինձ համար անհասկանալի է։ 2022 թվականին, երբ որ իշխանը Սաղաթելյան հայտարարեց դրա մասին, որ պետք է նաև իմպիչմենտի գործընթաց։ Պետք է նաև օգտանու առաջին անգամ խոսեց իմպիչմենտի մասին։ Այլից հետո էլի այդ հայտարարություններ եղան, վերջին իմպիչմենտի մինչև ձեր շարժմանի հայտ գալը, վերջին հայտարարությունը իմպիչմենտի եղել է 2024 թվականին Սրբազան շարժման ժամանակ, երբ որ Բագրատ Սրբազանը խոսեց դրա մասին, այն պարագայում, երբ որ հրապարակում տարբեր հաշվարկներով մի քանի տասնյակ հազար մարդ կար, ինչ ասեմ։ Շատ մարդ կար, այո։ Շատ մարդ կար, հա։ Այսինքն դա եղել է Հայաստանում հակափաշինյանական ամենամեծ փողոցային շարժումը, այո։ Այդ ժամանակ էլ ընդդիմադիր падգամավորները ներքին կարգով ասում էին ձեր ցավը տանում, մենք դեմ չենք իմպիչմենտին, բայց այդ ԿՊՀ-ականներին անգամ այդքան մարդ հավաքված լինելու պարագայում, ով է համոզելու, խնդրելու եւ ստիպելու գալ քվեարկել։ Դա հանցավոր անգործության արդարացման փորձ է։ Այսինքն ես չեմ կարողանալու եք եթե թույլ տաք, պատասխանում եմ ձեր հարցին։ Դա շատ ծիծաղելի արդարացում է, երբ որ падգամավորին ասում են արաքո սահմանադրական պարտականությունն է, իսկ падգամավորի սահմանադրական պարտականությունն է կառավարության ծրագրի վերահսկողությունը եւ հակասությունների դեպքում սահմանադրության մեջ է գրած, ոչ ես եմ հորինը, ոչ մեկ։ Անվստահության գործընթացի նախաձեռնում, ինքը ասում է ես չեմ անում այդ իմ անվստահության գործընթացը, իմ պարտականությունը չեմ անում, որովհետեւ ու գնում է այս հետեւյալ ձեզ մի քանի հատ էլ բան ասեմ, որովհետեւ ԿՊ-ն չի քվեարկի, օրինակ։ Քվեարկի։ Մի վարքյան։
Իմ համար տարօրինակ է, երբ որ ընդդիմադիր падգամավորը ստանձնել է ԿՊ մամուլի խոսնակի պաշտոնը։ Այսինքն ինքը ԿՊ-ի անունից շուտ հայտարարություն է անում։ ԿՊ-ն հայտարարել է, որ ինքը չի քվեարկի կամ կքվեարկի։ Որտե՞ղ է հայտարարել։ Բազմիցս ձեռ են առել այդ համանը։ Ձեռ ԿՊ-ն ասել է մենք չենք քվեարկի։ ԿՊ-ն ասել է այդ հարց Գներեք 4 տարի է այդ նույն падգամավորները տարբեր միջազգային ոյաժների մեջ են, չէ՞, պետության հաշվին այդ նույն ԿՊ-ական падգամավորների հետ։ Ճիշտ է, թե ճիշտ չի։ Այդ ոյաժների ընթացքում երբևէ մի ընդդիմադիր падգամավոր մի ԿՊ-ականի մոտեցել է նման հարցով, ասել է կքվեարկես թե չէ։ Ուրեմն միանգամից որպեսզի այս խոսակցությունը փակվի, ես ասեմ, մենք չենք դնում ԿՊ-ի հետ բանակցելու պարտականությունը այդ падգամավորների վրա, ովքեր պետքա ստորագրեն։ Այդ падգամավորները մի քիչ իրանց կարևորությունը գերագնահատում են մեր կյանքում։ Իրանք մտածում են, որ իրանք պետք է գնան ԿՊ-ի հետ բանակցեն։ Բանակցողը ինքը 4 տարի բանակցեին։ Մի անգամ բանակցել են, չեն բանակցել։ Մի վարքյան, հեսա կասեմ ով է բանակցելու։ Բանակցողը կա։ Հաստատ ոչ ընդդիմադիր падգամ։ Եթե ընդդիմադիր падգամավորից մեկը ինքնաբուխ կերպով կգնա կբանակցի մի ԿՊ-ական հետ եւ դրական արդյունք կունենա, իրա ցավն էլ տանեմ։ Բայց մենք հո process-ը դուք, ասինքն դուք ո՞ց եք պատկասում process-ը, Մալան Նարեկը, նստել ասեն սուրճի բաժակը ձեռը սիգարետ տեսնի ձեռը, ասում է, սկսում է հրահանգներ տալ ընդդիմությանը, ասել, այ հիմա գնացեք ստորագրեք, այ հիմա գնացեք ԿՊ-ի հետ պայմանավորեք, այ հիմա գնացեք ժողովուրդ գեներացեք, իհարկե դա տենց չի։ Ամեն մեկը այս process-ի մեջ ունի իր ֆունկցիան, падգամավորի ֆունկցիան իրանց մեջից գեներացնել այդ impeachment-ի թուղթը, որը որ դուք հիմա ասում եք, ասում են մենք պատրաստ ենք, սուտ են ասում։ Պատրաստ լինել դա նշանակում է այդ impeachment-ի թուղթը արդեն պատրաստ, այսինքն թեկնածուել գոյություն։ Ոչ մեկ պատրաստ չի եղել։ Դուք մեկը ինչ կան ասում եք, իմ հարցը սապում եք։ Նույն ինչն է։ Ուղիղ հարց եմ տալիս։ Լսում եմ ուղիղ։ Խոստանում եմ ուղիղ պատասխան։ Ուղիղ պատասխան։ Ինչպես եք համոզելու գծիկ սիրաշահելու, գծիկ, ստիպելու, գծիկ, չգիտեմ, մի խոսքով, ինչպես եք այնպես անելու, որ քաղաքացիական պայմանագրից անհրաժեշտ ձայներ ստանաք impeachment-ի համար։ Ես հիմա ասում եմ ձեզ, խոստանում եմ, հենց հիմա ուղիղ կպատասխանեմ ձեր հարցին, բայց ես հարցի մի հատ այդ շլեֆտ եմ հանում մեջտեղ եւ հենց այդ պահին կասեմ, ես հիմա ուղիղ ձեր հարցին եմ պատասխանում ու կպատասխանեմ, չեմ խուսափում հարցը։ Սպասում եմ։ Հիմա մի վարքյան վերջացնեմ ասելիքս նոր, հա։ Երկրորդը, որ ասում են ժողովուրդը մենք չենք կարող ժողովուրդ գեներացնել, լուրջ եք ասում։ Այսինքն չեք կարող, դե ճանապարհ տվեք այն մարդկանց, ովքեր կարող են, այսինքն ձեզ ի՞նչ է թվում, հա, ես էս դիպում եմ մեր ընդդիմադիր որոշ падգամավորների, ովքեր այդ մանկական արտարացումներով փորձում են impeachment-ի իրանց պարտականությունից խուսափել։ Եթե դուք չեք կարողանում, դա վատ է, բայց դա վերջնաբան չի, դա կատաստրոֆա չի, դա չի նշանակում, որ ոչ մեկ չի կարողանալու։ Եթե դուք չեք կարողանում ԿՊ-ի հետ բանակցել, դա չի նշանակում, որ ոչ մեկ չի կարողանալու։ Հիմա պատասխանում եմ ուղիղ ձեր հարցին։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը Արգելի պարոն Գալստյան, ինձ թվում է, ինձ լավ հասկանում եք, գիտակցում եք, որ այնտեղ չկա որևիցե գաղափարախոսություն։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավորներին այդ խմբակցության ներսում պահում է երկու գործոն։ Առաջինը դա շահն է, ինչ որ համատեղ շահը։ Երկրորդը դա վախն է։ Վախը որում տարբեր ուղղություններով։ Վախը Նիկոլ Փաշինյանի հնարավոր հետապնդումներից, որոնց ականատեսը բազմիցս եղել ենք մենք, հակառակ կարծիք հայտնելու կամ ինչ-որ մի քիչ շատ երևալու պարագայում։ Եվ վախը մեծ հաշվով մարդկանց ժողովրդի հաշվի հարդարից իշխանափոխությունից հետո այդ մարդիկ ունեն բնական վախ այդ ամեն ինչով եւ համատեղ, այսպես ասեմ, գործած հանցանքը իրանց միավորել է այդտեղ։ Այդ երկու ֆակտորները ֆիքսեցինք։ Եթե մենք կարողանում ենք, իսկ դա մեծ ծանր աշխատանքին է, հետևանք բան պետք է լինի։ Եթե մենք կարողանում ենք վախի կենտրոնը Նիկոլ Փաշինյանից տեղափոխենք դեպի այլ վայր, ենթադրենք փողոց, ազատագրելով նրանց այդ վախից, այդ ստրկական մոտեցումից։ Այսինքն, եթե այդ մարդիկ հասկանում են, որ Նիկոլ Փաշինյանից ավելի վախենալու բաներ կան այս կյանքում, օրինակ, ժողովուրդը փողոցում, ով որ դուրս է եկել ու կանգնած պահանջում է, սատարում է իր ներկայությամբ եւ իր գործուն մասնակցությամբ impeachment-ին։ Դուք նշեցիք Սրբազան շարժումը, չէ՞ վերջին, որը իրոք ամենամեծ ժողովրդականություն փողոց մարդկանց հանած շարժումներ։ Այդ մարդիկ, ովքեր դուրս էին եկել փողոց, այդ մարդիկ մեռել են,
այդ մարդիկ արտագաղթել են, այդ մարդիկ նիկոլական են դարել, չէ, մարդիկ կան։ Ամենատարբեր հարցումներով երևում է պարզ, որ հանրության ընդդիմադիր 70%-ը ինքը չի սիրում այս իշխանություններին, բայց չի վստահում նաև այս ընդդիմությանը։ Այսինքն, հետևաբար, սպասում է քաղաքական նորմալ վստահելի առաջարկի, որպեսզի իր մասնակցությամբ գործընթացների մեջ մտնի։ Եթե այդ մարդկանց պատգամավորական падգամավորներին պահում է վախը, մենք կփորձենք ազատագրել իրանց այդ վախի օբյեկտից, ազատություն պարգևել իրանց եւ հետեւաբար իրանց մեջ շատերը, որոնց հետ նաեւ ես զրուցել եմ, խոսել եմ, այո, հանդիպել եմ։ ԿՊՀ-ականների հետ։ Այո, ի տարբերություն մեր ընդդիմադիրների։ Ձեզ ասենց ասեմ, դուք կարող եք 11 ԿՊՀ-ական падգամավորի հենց հիմա անուն ազգանուն ասել։ Ես կարող եմ, դա իմ մասնագիտությունն է, ստիպված եմ։ Ես նաև ես էլ եմ մոնիտորինգ անում շատ դեպքեր, բայց ես չեմ կարող։ Այնտեղ 70 կարծեմ 1 падգամավոր կա, հիմա այս վերջի Հովիկ Աղազարյանից հետո չգիտեմ ինչ կանա մնացել, այս բանին կարող շփոթվեմ, հա, չընդեղ մի քիչ ուրիշ, որ Գեգամ Նազարյանը գնաց սա եկավ, նա գնաց, շուտ պլյուս մինուսներ եղավ, հիմա 71 կենթադրենք։ Այդ 71-ի անուններն գիտեք դուք։ Անունները չեմ ասում ով են, ինչ են կենսագրությունը, բանը դուք գիտեք իրաց։ 71-ին է ոչ։ Ահա։ Հիմա նայեք, հիմնական գլադիատորները, կռիվ տվողները ազգային ժողովում ԿՊ-ի անունից, նրանք 10-11 հոգի են։ Եթե դուք հաշվեք, տեսնեք, այդ 10-11 հոգին են ամենաօձիոս հայտարարություններն անում, ագրեսիվ խոսում ընդդիմության, այն մնացածը բոլորը տազարած սպասում են։ Իրանց մեղքի բաժինը ըստ էության այդքան մեծ էլ չի, հասկանում եք։ Ես նաև իրանց մարդկայնորեն խղճում եմ, որովհետև իրանք այլ շահին էլ անդրադառնանք, հա, իրանք մարդիկ էին, ովքեր չունեին ոչինչ, հիմա ունեն թեկուզ հիպոթեքով, բայց ինչ-որ կենտրոն համայնքում բնակարաններ վերցած, բան հիմա մտածում եմ, որ եթե ցանկացած իշխանապողության դեպքում նաև կզրկվեն են հանրային բարիքներից, որոնք այս պահին իրանք ունեն։ Հիմա եթե մենք կարողանում ենք այդ մարդկանց հետ լրիվ չոր մաթեմատիկորեն հաշվարկած ասել, փողոցով, այսպես ասած, հանում ենք իրանց մեջի վախը Նիկոլի նկատմամբ, իսկ լրիվ սոցիալական երաշխիքների բանակցությամբ փորձում ենք այդ մարդկանց այդ անդունդից ֆինանսական սոցիալական երաշխիքը ո՞րն է, փող եք տալերած։ Ես եթե մարդը, ով որ ընդդիմադիր падգամավորը, ԿՊՀ-ական падգամավորը, ով որ կարճած է իր այդ մանդատից կամ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը փաթաթում է մեր բոլորի վզին, զուտ նրա համար, որտեվ ինքը այդ աշխատավարձով իր վարկն է տալի, ասենք, բանի իր նոր էլիտար բնակարանի, ես անձամբ պատրաստ եմ այդ մարդու վարկը, ես լուրջ եմ ասում, փակել մեծ սիրով ընդորում բան անել։ Բայց այդ մարդկանց հետ դուք մեր տենց հայտարարություն արեցիք մոտավորապես նու այլ տրամաբանության մեջ, բայց այսինքն միգրացի նստեցի։ Մի տարի երկու ամիս տրամաբանության մեջ հիմա նստել հելնելուց հետո այդ ժամանակ չեմ ասել, բայց հիմա ասում եմ, որպեսզի արդարացում չդիտվեր, որ ես այդպես վախեցա։ Հիմա ասում եմ, իրականում իմ արտահայտությունը, երբ որ ես ասում եի ԿՊՀ-ականների տանեցիների հետ պետք է գնանք կոֆե խմենք, իրականում դա հենց այդ էլ նշանակում էր, այսինքն նույն այդ մեխանիզմներից մեկը հետևյալն է, գնալ ԿՊՀ-ական падգամավորների հարազատների հետ հանդիպել, առանց վիրավորելու այդ մարդկանց, առանց ինչ-որ ծաղրելու կամ բան, պրոստը հանդիպել, ասել հարգելի ԿՊՀ-ականի հայր, մայր, քույր, կին, եղբայր, ամուսին եւ այլն։ Դուք տեղյակ եք, որ ձեր որդին, զավակը, բարեկամը, հարազատը սենց գործընթացի մեջ է, որի հետևանքը 7 պորտով չի մաքրվելու։ Նիկոլ Փաշինյան այդ խնդիրը չունի իր կյանքում, բայց դուք այդ կարող այդ մարդիկ տեղյակ չեն, կարող այդ падգամավորը գնում ատուն խափում ասում է սրանց թույն արենասեր բաներ եմ անում։ Խոսքը դրա մասին է։ Հայաստանի Հանրապետության սահմանադրության պարզանագրված է, որ ազգային ժողովի падգամավորները քվեարկում են իրենց խղճի մտոք եւ առանց կողմնակի ազդեցության։ Դուք հիմա ակնարկում եք ներողություն։ Կողմնակի ազդեցություն sense tennis լինում է, որտեղ այդ մարդիկ քվեարկությունից առաջ ինչ-որ ուսումնասիրություններ են անում, առանց տիպելու, առանց բռնության։ Հիմա դուք ակնարկում եք, որ դուք հիմա ժողովրդին հավաքելու եք, այդ մարդիկ այլևս ոչ թե Նիկոլ Փաշինյանից են վախենալու, այլ ժողովրդից են վախենալու, դա համար գնալու են քվեարկեն։ Ոչ, դե դուք իմ տեղը լրացնում եք։ Ես իրանց ժողովրդի միջոցով դուք ասեք վախի կենտրոնը Նիկոլ Փաշինյանի մոտ է ժողովրդի մոտ է։ Ես նաև ավելացեցի ավելի մանրամասն, ավելացեցի, որ իրանց պետք է ազատագրել Նիկոլ Փաշինյանի
կողմից հաշվի հարդարի ենթարկվելու հեռանկարից։ Այդ մարդիկ վախենում են։ Պարոն Հովիկ Աղազարյանի ճակատագիրը ինձնից։ Այո, նաև։ Բայց ընդհանրապես Հայաստանում այնպիսի խոսույթ է գեներացվել նաև ընդդիմության կողմից, որ դրել եւ համահարթացվել են բոլոր ԿՊԱ-կանները, հա, անկախ իրենց ունեցած դերակատարությունից եւ չունեցած դերակատարությունից։ Ու այս մարդիկ տրամաբանորեն մտածում են, որ իշխանության մնալը եւ իրենց գծիկ դուք սոցիալական ասացիք մաշկի անվտանգությունը հավասարացված է իրար, բայց ոչ թե Փաշինյանի պարագայում, Փաշինյանից են վախենում, վախենում որ դուք գաք իշխանության։ Դրա համար, ճիշտ դիտարկում արեցիք, դրա համար Մալյան Նարեկ վարչապետի թեկնածուն շատ վատ միտք է, այսինքն ԿՊԱ-ական, որ ասում են մի վարքատությունը միայն ձեզ նկատի ունեմ։ Այո, իմ նման մարդիկ, ասենց ասեմ, հիմա ես իմ անունից եմ ասում, պարոն Գալստյան, դուք ասում եք ԿՊԱ-կաների հետ ոնց եք բանակցելու, չէ՞, այդ հարցը տվեցիք։ Այո։ Ես որոշակիորեն ինչքան հնարավոր էր բացեցի այդ բանաձևը։ Հիմա ես ձեզ հարց եմ տալի, պատկերացրեք, ես ԿՊԱ-ական падգամավոր եմ, դուք եկել եք իմ հետ բանակցելու, ասում եք կմիանաս իմպիչմենտին ինձ հարց եք տալի, ես ասում եմ թողա թեկնածուն։ Սա շատ կարևոր հարց է ԿՊԱ-ական, որովհետև եթե դա Մալյան Նարեկն է թեկնածուն, այսինքն Նիկոլ Փաշինյանին պետքա փոխարինի ինքը Մալյան Նարեկով, ես լրիվ կհասկանամ իրան, որ ինքը Նիկոլ Փաշինյանին ատամներով պահի, որովհետև իր պատկերացումներով Մալյան Նարեկին իրանք նստացրել են ապօրինի, հետապնդել են, եկավ տենց ամբողջ բանով, այդ ներկապանակով ինչ ասես արել, հիմա Մալյան Նարեկը գալու է իշխանության իրանց հաշվի արդար տեսնի, չէ՞։ Դրա համար, այդ որ դուք ասում եք ոնց եք բանակցելու, մենք բանակցելու ենք, եթե մենք ունենայինք նորմալ ընդդիմություն, ոչ թե իրար հետ լավ ելնելու կամ վատ ելնելու առումով, այլ իրոք ընդդիմությունը մեջ բոլորը ուզենային Նիկոլ Փաշինյանի հեռացումը, այդ դեպքում իրանք կհավաքվեին, ԿՊ-ի համար նաև ընդունելի ինչ-որ մի ոչ վախենալու ինչ-որ մի թեկնածու կդնեին, որը ժամանակավոր կկառավարեր մինչև այս Սազիվի ազգային ժողովի վերջը, Նիկոլ Փաշինյանին փոխարինելով, ու այդ թեկնածուով կգներ բանակցեին հանգիստ ԿՊԱ-կաների հետ երաշխիքներ տալու։ Հիմա դուք ձեզ ազատում եք պատասխանատվությունից, ակնհայտ է դա։ Ասում եք process-ը մենք անում ենք, սկսում ենք process-ը, գնում ենք ընդդիմությանը ստիպում ենք, ասում ենք impeachment պետք է անենք։ Ճիշտ է, մինչև ստեղ ճիշտ է։ Բայց այդ թեկնածուի հարցում թող իրանք ընտրեն։ Չէ, process-ը իրանցն է, պարոն Գալստյան։ Ես ոնց է իրանցը։ Հիմա ոնց որ ձեր ծնունդի տեղն ու վայրը ծննդյան տոնակատարությունը ես եմ որոշում։ Չէ, դուք հանրային պարսավանքի եք, ես վստահ եմ ենթարկելու են պատգամավորներին, որոնք որ չգնան այդ impeachment-ին չմասնակցեն։ Ճիշտ է։ Ասել եք դուք եսեք Նիկոլական եք, քխեք, փֆեք, ֆլանեք, ֆստանեք եւ այլն։ Հիմա մի վարքյա։ Դուք երևի կյանքում առիթ ունեցել եք տեսնելու ոնց եմ ես շատ լավ, ես շատ ավելի վատ բաներ եք ասելու, հասկանում եմ։ Բայց դրա հետ միասին ցավոտ բաներ եմ ասում։ Շատ լավ, դրա հետ միասին հիմա գալիս եմ, որ ասում եմ դրան դեռ կհասնենք վարչապետի թեկնածուի հարցին, որտեղ դուք շատ իրավացիորեն նշեցիք, ոչ թե քաղաքացիական պայմանագիրը, այլ նաև նույն Հայաստան դաշինքից եւ ենթադրում նույն պատիվ ունեմ դաշինքից հարցնելու են ասում են ախպեր ջան, ով է վարչապետի թեկնածու։ Քեզ։ Պարոն Գալստյան, իրանց process-ն է, ես պետք է ոնց է իրանց process, ձեր process-ն է, դա եմ ասում, կիսատ եք անում։ Այդ հատվածը ասում եք պատասխանատվություն մեջ գրած է ով է impeachment-ի process-ի տերը։ Իրենք թեկնածուն առաջադրողն են տեխնիկապես Սահմանադրության մեջ գրած է։ Սահմանադրության մեջ Մալյանի մասին ոչ մի բան գրած չի։ Կստացի ժողովրդի մասին ոչ մի բան գրած չի, ժողովուրդ պետք է հավաքի։ Սահմանադրության մեջ սևով սպիտակի վրա գրած է։ Impeachment-ի գործընթացը նախաձեռնում է ազգային ժողովի падգամավորը ներկայացնելով գործընթացը, երբ որ դուք ելում եք մարդկանց ասում եք դուք պետք է գնաք impeachment անեք։ Ճիշտ է։ Եվ ես ասում եմ ապրիորի ձեր բոլոր տեխնիկները չէ, ապրիորին չկա։ Ու նաև հավակնում եք նրան, որ պետքա ժողովուրդ հավաքվի փողոցում, որպես այդ impeachment-ի գործընթացը նաև ունենա հանրային աջակցություն։ Ճիշտ է թե սխալ է։ Ոչ թե հավակնում եմ մի վարքյան։ Այդ գործընթացը երկու զուգահեռ գործընթացներ է փողոցում։ Պարլամենտում եւ փողոցում հասկանում եմ։ Պարլամենտի աշխատանքը ունի իր պատասխանատուները։ Փողոցի աշխատանքը ունի իր պատասխանատուները։ Հիմա հարցս հետեւյալն է, այդ մարդիկ են, որ ոչ միայն ԿՊԱ-ականներն են ձեզ հարցնելու, այլև Հայաստանի Հանրապետության Պարս քաղաքացիները ասել են այ մարդ Նիկոլ Փաշինյանին որ տուն եք ճանապարհում ում եք բերում ահա շատ ճիշտ հարց է բայց այդ հարցերը պատգամավորներն են ոչ պարոն Մալյան ինչի դուք եք որտեղ process դուք եք նախաձեռնում ես նախաձեռնում եմ ինչ process դուք տեխնիկական հատվածը ստորագրությունները թողում եք ազգային ժողովին եկեք մի վարքան ին վրա մի թողեք բաներ որոնք իմ հետ կապ չունեն ես նախաձեռնում եմ
ընդդիմության հետ լեթարգիական քնից հանելու գործընթացը։ Ես impeachment-ի գործընթաց չեմ կարող նախաձեռնել։ Բամալյան, դու քաղաքական գործընթաց եք նախաձեռնում, պատգամավորները տեխնիկական ոչ Էդգար Ղազարյանը, ոչ դուք չեք կարող impeachment-ի գործընթաց։ Տիգրան Խզմալյանը պայմանական դառնա Հայաստանի վարչապետի թեկնածու։ Եվ դուք ակնկալեք, որ մարդիկ պիտի գան հրապարակ դրա հետևանքով։ Եթե պատգամավորները կդնեն Տիգրան Խզմալյանի թեկնածությունը, impeachment-ի թեկնածուն կլինի Տիգրան Խզմալյանը։ Շատ ընկեր Նարեկ, մեծահարգո պարոն Մալյան։ Ուրիշ յուլիցե։ Այդ ռուսերեն ասում է յուլիցե։ Այո, դու քաղաքական process-ը ճիշտ եմ բարթասում։ Դու քաղաքական process-ը անում եք։ Այո, աուցի դոսի, հենց գալիս հասնում է տեխնացու հարցը հետ եք քաշում։ Մի վարքյան, արթուն ենք քաղաքական, հասարակական շարժման նպատակը impeachment-ի գործ, ոչ թե impeachment անելն է, բայց շատ կարևոր է, դրա մեջ եք դուք մտել ու ինչ-որ իզանից ակնկալում է impeachment-ի պահանջով ազգային ժողովում գործընթաց։ Ձեզ համար գործընթացը հանուն գործընթացի է։ Չէ։ Այսինքն իմ համար տարօրինակ է, որ ազգային կրկնում եմ, impeachment կարող են անել միայն падգամորի մանդատ ունեցողները։ Ես չունեմ այդ մանդատը։ Բայց ձեր ասածը Եթե ես ունենայի այդ մանդատը, Վարան Գալստյան, ես վաղուց օգոստոսի 2-ին, 2022-ին սկսել էի այդ impeachment-ի գործընթացը, որովհետև նույնիսկ մի падգամավոր կարող է ասածը, ես ընդունելով ձեր հարցը, ասում եմ, դա ամբողջական գործընթաց է։ Բայց ինչի ես անցնեմ առաջ։ Այդ մարդիկ ինչ եք բանանում։ Ամբողջական կանխավարկածը։ Գոնե ասեք, այո, մենք մեր մտքում ունենք վարչապետի թեկնածու, անունը հիմա չենք տակ, հասկանալի կլինի։ Գալստյան, այսինքն դուք կարծում եք, որ Նիկոլ Փաշինյանը անփոխարին է։ Ես չեմ կարծում, որ հա, իհարկե, բայց Հայաստանում 3-4 շարժում եղել է, причем մեկն էլ կոնկրետ վարչապետի երկուսն էլ։ Վարչապետի թեկնածու, մեկը հանուն Հայնիկի փրկության շարժումը։ Մի վարքյան, մի րոպե, հատատ ենք գնում։ Հանուն Հայնիկի փրկության շարժումը Վազգեն Մանուկյանի վարչապետի թեկնածու։ Այդքան մասը ճիշտ եք ասում, բայց դրա իրավական չէ, impeachment-ի հանգուցալուծումը ո՞րն էր։ Ոչ մի բան։ Եղել է սենց, ժողովուրդ եկեք փողոց, եկել են։ Մենք եթե Նիկոլը գնա, կլինի Վազգեն Մանուկյանը։ Նիկոլը չգնաց, Վազգեն Մանուկյանը չավ, դա հանգուցալուծումը չկար։ Ինչ վերաբերում է Սրբազան շարժմանը։ Սրբազան շարժումը եւս, այո, impeachment բառի շահարկումով մտավ դաշտ, շահարկումով բառը ես հատուկ եմ ասում, բայց այ որպես այդպիսի impeachment-ի թուղթ նույնիսկ ընդդիմության կողմից չկազմվեց։ Հիմա նույնիսկ Սրբազան շարժման։ Հիմա ձեզ սենց ասեմ, ընդդիմությունն ասում է, մինչև որոշ ընդդիմադիրներ էլ ասում են, մինչև փողոց չլինի մենք չենք սկսի։ Բայց մենք տեսել ենք, որ փողոց է եղել, այդ ժամանակ է չեն սկսել։ Բամալեն, նորից։ Ինչի պետքա անկեղծ ուզում եմ հասկանալ։ Չէ, իրանց ասած չեմ։ Ինչի պետքա ես որ ակնհայտ է, չէ, որ օրվա իշխանությունների նկատմամբ մեղմ ասած լավ վերաբերմունք չունեմ։ Մտածեմ կամ հավատամ, որ այս գործընթացը կարող է տրամաբանական ցիկլով ավարտվել ու գամ հրապարակ։ Միջին վիճակագրական հայ մարդու մասին ասում եմ, կետերով ասում, կետ առաջին, որովհետև այդ գործընթացը այս պայդրությամբ որևէ այլ ընտրանք չունի։ Կետ երկրությունները Ընտրություն չկա այս պահին, մենք կրկնեցինք, պարոն Գալստյան։ Այս 25 թիվն է։ 2025 թիվ, դիմացը միշտ ընտրություն կա։ Դիմացեք մի քիչ ընտրությունների կմասնակցեք։ Ինչի դիմացեք 2026-ից հետո 2031-ի ընտրություններին բան։ Այդ դիմանալ, այսինքն ոչինչ չանենք, մինչև 26 թիվ, այլ ընտրանք է։ Չէ, կազմակերպվածություն ապահովում։ Ոչինչ չանել, դա կոչվում է ոչինչ չանել, մինչև 26 թիվ, այլ ընտրանքային առաջարկը դա է։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը ընտրությունով հեռացնել հնարավոր չի։ Վստահ եմ ասում, որ հնարավոր չի։ Հնարավոր է քաղաքացիները Փաշինյանին քվեարկելու են։ 21 թվից հետո ինչ բան է փոխվել։ 21 թվականին Նիկոլ Փաշինյանը ընտրություն կեղծել է։ Այդ թող ընտրություններին մասնակցած ուժերը այդ մասին։ Ոչ մեկ չի վիճարկել, չէ՞, համանրական դատարանում կարծեմ։ Երկու հոգի երկու ուժ վիճարկել են, բայց հիմիկվա սահմանը, այսինքն հիմա ընտրությունների կեղծումը քննելու է Սեյդա Սաֆարյանը, եթե դուք կարծում եք, որ նույնիսկ եթե բողոքներ լինի Սեյդա Սաֆարյանը հականիկոլական որոշում կայացնելու, չեն լինելու, այս չեն լինելու, այն չեն լինելու, բայց ուղղակի ուզում եմ ասեմ, եթե դուք բացառում եք ընտրությունների process-ը, այս պահին գոնե գնում եք impeachment-ի, ինձ շատ պայմանական ինձ էլի։ Ձեր հարցին եմ պատասխանում։ Դուք հարցեցիք, ասեցիք, ինչի պետք է սովորական քաղաքացին գա։ Ես, այսինքն։ Ահա։ Սովորական քաղաքացին պիտի գա, ովքեր որ հականիկոլական են եւ ուզում են այս իշխանությունը, առաջին կետ, այն պարզ պատճառով, որ սա այլընտրանք չունեցող քաղաքական առաջարկ է։ Կետ երկրորդ։
քաղաքական այս process-ի մեջ ներքաղաքացիներին անձնապես ներգրավվածությունը եւ մասնակցությունը, ոչ թե ուղղակի բուտաֆորիկ են, որ գնանք նայենք, Մալյանը հանճարեղ ճառեր ասի, մենք ծապտանք։ Ես ին վրա եմ ասում օրինակը, որ ոչ մեկ չնեղանա, ոչ։ Մենք ունենք ծրագիր, եթե 1000 հոգի մարդ է գալիս, այդ 1000 հոգու հետ ինչ են կանելու մասնակցային առումով 2000, 3000, 10000, 50000 եւ այլն։ Երրորդ, սա առաջին process-ն է 7 տարվա ընթացքում, որի ծերում փողոցային գեներացիայի վերջում, փողոցի այդ շարժման վերջում գոյություն ունի իրավական հանգուցալուծում, թե ոնց ենք անում Նիկոլին։ Մինչև հիմա բոլոր process-ները անորոշ process-ներ են եղել են էսենց, Ժողովուրդ ջան, դուս եկեք փողոց, մենք գիտենք կանենք բան ու տենց պարզվել է ոչ մեկ էլ ոչ մի բան չգիտի։ Չորրորդ, սա միակ process-ն է, որը Նիկոլ Փաշինյանի կամ արտահայտման հետ որևիցե կապ չունի։ Այսինքն սա հրաժարականի պահանջ չի, որ մենք բոլորս հավաքվենք, բանի որբերի նման նայենք հրապարակի այդ բալկոնին, ասենք հրաժարական տուր, իհարկե ասի չեմ տալու, տենց բրծնի դրանով ավարտվի, կամ, չգիտեմ, ընտրություններ չի, որի կազմակերպիչը, որի ոնց որ դաժե նույնիսկ ժամանակը այդ ընտրությունների որոշողը Նիկոլ Փաշինյանն է։ Սա մի process է, որին Նիկոլ Փաշինյանը մաքսիմում կարող է հետևի հեռուստացույցով կամ ձեր լրատվամիջոցի միջոցով։ Այսինքն այո, կողմնակի ազդեցություն, ձեր ասած անթույլատրելի ազդեցությունները падգամավորների վրա, ապօրինի ազդեցությունները եղել են, ինչպես կրկնում եմ, Հովիկ Աղազարյանի դեպքում, մյուսների դեպքում, շատերի դեպքում են եղել, մենք ամենաուղղակի բառ օրինակը Հովիկ Աղազարյանն է եւ կշարունակվեն, բայց ուղղակի բացահայտ, այսպես ասեմ, միջամտություն եւ բացահայտ գործընթացների միջամտություն չի լինելու։ Եվ սա էլի նորից երկրորդ կետին հղում անելով ասեմ, սա այն process-ն է, որտեղ ժողովրդին միացած падգամավորներին, այսինքն այն падգամավորները, ովքեր իրենց քպեականների մասին է խոսքը, ովքեր իրենց խղճի մտոք կմիանան ժողովրդին, կթոթափեն իրենց վրայից բռնատիրական լուծը եւ կմիանան ժողովրդին, նրանց անվտանգության երաշխավորը լինելու է ժողովուրդը։ Հետևաբար ժողովուրդը փողոցում ունի անելիք, այսինքն ժողովուրդը հենց այնպես չի լինելու փողոցում։ Ժողովուրդը ապահովելու է այն падգամավորների անվտանգությունը, ովքեր impeachment-ին մասնակցելու ստորագրելու ցանկություն են հայտնել։ Շատ լավ։ Սա այդ տարբերություններն է ըստ էության, որը կա մնացած բոլոր շարժումներից ու բաներից։ Մեր խոսակցության վերջին Բայց կրկնում եմ, գործընթացի բանը օբյեկտը Նիկոլ Փաշինյանն է, իր անվստահության մասով, իդեպ տեխնացուի մասով ասեմ, գործընթացը չի կոչվում Նարեկ Գալստյանին վարչապետ դարձնելու գործընթաց կամ ընտրելու գործընթաց։ Գործընթացը կոչվում է Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց։ Հենց այստեղ է խնդիրը։ Ես այստեղ հարց ունեմ, պարոն Մալյան։ Եթե պայմանական ես Նարեկ Գալստյանս պիտի գնամ կամ չգնամ ընտրության, անկեղծ ասած ես անցել եմ այն իրավիճակից այլևս, որ պիտի գնամ բացառապես Նիկոլ Փաշինյանին տուն ճանապարհելու համար, որովհետև բացի Նիկոլ Փաշինյանին տուն ճանապարհն ինձ նաև հետաքրքիր է, թե Նիկոլ Փաշինյանից հետո առաջիկա 7 օրվա ընթացքում ինչպեսի Հայաստանը լինելու, որովհետև ես հայր եմ, որը վախենում է նոր ինչ ասեմ պայմանական եմ վրա վերցնում, որը վախենում է նոր պատերազմից, ես պիտի հասկանամ թե ով է Նիկոլ Փաշինյանին փոխարինելու, կարող է անձրևի տակից փախնեմ, կարկուտի տակ ընկնեմ ու այսպես։ Ուստեղ գալիս հասնում է տեխնացուի հարցը։ Իրականում դուք շատ ճիշտ հարցեր բարձրացրեցիք։ Տեղին հարցեր, բայց ձեր տեղին մտավախությունները իրականում տեխնացուի հետ կապ չունեն։ Ոնց կապ չունեն։ Հեսա բացատրեմ ոնց կապ չունեն։ Ուրեմն պատերազմի վտանգ այո, դա այն բանն է, այն խոսույթն է, որով այս իշխանությունը մարդկանց իրականում վախացնում է, եւ դա իրականում աշխատող վախ է, ես չեմ մեղադրում ոչ մեկին։ Բայց ինչի պատերազմ չկա այս պահերությամբ։ Դա ոչ թե Նիկոլ Փաշինյանի հանճարեղ կամ խաղաղության կամ եսի միջ բանն է, չէ։ Նիկոլ Փաշինյանը իր հետ բերել է բազմաթիվ պատերազմներ ավելի շատ, քան վերջին 30 տարում բոլոր մեր բաները, ղեկավարները իրար հետ վերցրած։ Պատերազմի լինել կամ չլինելը ինքը աշխարհակաղակական որոշումների շարք է, հասկանում եք։ Այսինքն Ալիևն ինչ որ Նիկոլից է վախում կամ, չգիտեմ, մեր բանակից է վախենում, որը
հաստատ ավելի ուժեղ չի քան։ Չէ, ուղղակի Նիկոլ Փաշինյանը ասում է, ես գնում եմ խաղաղության պատրաստ եմ ստորագրել, պատերազմ չեմ սկսում։ Նիկոլ Փաշինյանը ամեն ինչ է տալու եւ ամեն ինչ է անելու, բայց Նիկոլ Փաշինյանը դա անում է ոչ թե որպեսզի խաղաղություն բերի, այսինքն դրա արդյունքում չի այս խաղաղությունը, ես ուզում եմ ձեր եթերից այդ մասին, քանի որ աղարետ եղավ, խոսեմ։ Նիկոլ Փաշինյանը դա անում է իր մի նպատակի համար իշխանության մնալու համար։ Շատ լավ, թեկուզ, բայց մարդկանց քաղաքական բավական բարդ հարց եք տվել, դրա համար թողեք ավարտեմ միտքս։ Նիկոլ Փաշինյանը իր այդ ֆունկցիան շատ լավ, իր այդ նպատակը շատ լավ կատարում է 7 տարի, ինքը ամեն ինչ տալիս է, որ մնա իշխանության։ Եթե պետք լինի, որպեսի պատերազմ լինի, որ ինքը մնա իշխանության, ինքը այդ պատերազմին կգնա, բացարձակ չկասկածեք։ Հիմա ինչի պատերազմ չի, ինչի ռազմական գործողություններ չի կամ որ դեպքում կարան այդ ռազմական գործողություններ լինեն։ Դրանք կարող են լինել միանշանակ մեծ մասամբ աշխարհաքաղաքական գործընթացների ազդեցության տակ, այսինքն երբ որ Իլհամ Ալիևը ունենա այդ աշխարհաքաղաքական դաբրոն, այդ աշխարհաքաղաքական աջակցությունը ռազմական գործողություններ սկսելու եւ ավարտին հասնելու համար ինքը դա հաստատ չի նայելու Նիկոլ Փաշինյանի խաղաղության այդ ապուշ թղթին, ինքը իր ռազմական գործողությունները անելու է։ Հիմա որպեսի կանխվի, որպեսի հարգելի մարդ, ով որ վախում է պատերազմից, ով որ չի ուզում, որ իր երեխան պատերազմի մասնակից դառնա եւ այլն, շատ նորմալ մտավախություն է, հարգելի մարդ։ Իմացեք, Նիկոլ Փաշինյանի իշխանության ընթացքում ամեն վարքյան կարա լինի այդ պատերազմը, այսինքն բացարձակ որևիցե երաշխիք չի, որ Նիկոլի օրոք պատերազմ չի լինի։ Դա եղել է ու ամեն վարքյան, եթե Նիկոլին պետք լինի իր նպատակի համար իշխանության նրա որ պատերազմ լինի, իմացեք ինքը հանգիստ կգնա դրան։ Ավելի երաշխիքային պահ կա, երբ որ դու արդեն երբ որ փողոցում ես, երբ որ արդեն գործընթաց է սկսել Նիկոլ Փաշինյանի հեռացման, պայմանավորվածություն ձեռք բերես հենց այդ աշխարհաքաղաքական կենտրոնների ուժերի հետ, Ալիևին գոնես անցումային շրջանում զսպողակ Ռուսաստանի, եթե Ռուսաստանը կանի, մեծ լավ կլինի, որ Ռուսաստան անի։ Ըստ էության, այո, ինչի՞ չէ։ Երկրորդ գուբերնիզմի մեջ կմեղադրեն։ Ես թքած ունեմ, ինձ ինչի մեջ կմեղադրեն։ Ես հիմա ասում եմ, թե ինչի ձեր երեխան ապահով կլինի։ Ինձ ինչի մեջ կմեղադրեն, ես դրա վրա խորապես թքած ունեմ։ Ես հանդես եմ գալի ձեր եւ մնացած բոլոր հայրերի, երեխաների անվտանգության ռեալ բանաձևի անունից։ Երկրորդը, ձեր ասած դուք տեխնացուի անձը կարևորում եք, եկեք մի հատ ուրիշ ուղղությամբ էլ գանք։ Այո, տեխնացուն նաև պետք է հասկանալի լինի այդ աշխարհաքաղաքական ուժերի համար։ Այսինքն իմ կարծիքով պետք է այդ տեխնացուի միակ ֆունկցիան, այսինքն Նիկոլ Փաշինյանին փոխարինող մարդու միակ ֆունկցիան, եթե լուրջ ենք խոսում, արդեն ավելի, ասեմ ձեզ, լինելու է աշխարհաքաղաքական այս վակխանալիայի կանգնեցումը, այսինքն այս որ Նիկոլա Անտացաղին ամեն ինչ տալիս է, բնականաբար աշխարհաքաղաքական պայմանավորվածությունները, որ դա ռազմական գործողությունների հետև բան չի ունենա, գործընթաց չի առաջանա դրա արդյունքում։ Երկրորդը հանրության ներսում այդ ատելության մթնոլորտի վերացումը, հանրային հաշտեցման գնալը, ընդ որում նաև իմ կարծիքով պետք է հանրային հաշտեցման ինչ-որ խորհուրդ, հանձնաժողով կամ կոմիտե ստեղծվի, որ բոլորի մեղքը անպայման ոչ թե ընդհանուր բոլորը սաղ կլինեն նույն չափով տականք, այլ ամեն մեկը իր արածի չափով պատասխան կտա եւ հանրային հաշտեցման գնա եւ այ իսկականից այդ ժամանակ 26 թվականի հերթական ընտրությունների նախապատրաստումը, երբ որ մարդիկ այդ տեսեք դուք շատ հետաքրքիր բան ասիք, դուք ասիք ես չեմ ուզում ընտրեմ Նիկոլին դեմ լեյտմոտիվով, չէ՞։ Իհարկե, ես հանունի ընտրեմ, դեմ այլևս այդ հանունի ընտրությունը այս պայդրությամբ չկա։ Այս պայդրությամբ չկա այդ հանունի ընտրություն, այս պայդրությամբ դաժան դիմության ներսում իրար դեմ քվեարկելու, այսա նրան ա դեմ, նա նրան ա դեմ, նրանք ընդհանուր դեմ են Նիկոլին, Նիկոլը դեմ է սրանց բան, այսօր դեմ է, չէ՞, այդ ամեն ինչը։ Այդ տեխնացուն, այդ փոխարինող մարդը, ով լինելու է վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանից հետո, ինքը այս մի տարվա մեջ պետք է այդ ծանր աշխատանքը իրականացնի, բերի հանրային հաշտեցման, որ այդ հաշտեցման ֆոնի վրա էլ նորմալ հանունի ընտրություն լինի։ Այդ ժամանակ ով որ սիրում է Ռոբերտ Քոչարյանին, թող գնա Ռոբերտ Քոչարյանին ձեն տա,
ով որ սիրում է դաշնակցությանը, թող դաշնակցությանը ձեն տա, ով որ ՀԿ-ին է սիրում, թող ՀԿ-ին ձեն տա, այդ իմ կարծիքով հաջորդ ոչ անցումային, այլ հիմնական իշխանությունը իվարկան էս էլ կա շատ կարևոր մեսիջ է ուզում եմ ընդդիմությանը տամ։ Իմ կարծիքով եւ կարող եմ բոլորի հետ այդ կարծիքի շուրջ վիճել եւ ապացուցել, հաջորդ հիմնական իշխանությունը մեկ ուժից ձևավորված չի լինելու։ Այսինքն 2-3 նույնիսկ ուժերի համախմբում Փաշինյանին հեռացեք հետո եւ չէ, ես էս ինչ եմ ասում, ուզում ընդդիմության ասեմ այդ իրար կոկորտ կրծելը, որը ինչ որ փայ փախցնելու երբեմն նաեւ տպավորություն ալ թողում մարդկանց, որտեղ դա անիմաստ է, որտեղ ինչ որ փուլում այդ 3 ուժերով կամ բան գալու են իմի եւ իշխանություն կազմեն։ Այսինքն անիմաստ է կռվելի բանի շուրջ, որը որ ասեք ինձ ուրիշ բան։ Հիմա եկանք հասանք ստեղ, հարցերը դեռևս այսպես հարցադրումների օդում շատ կախված են, դուք պիտի հասկանաք, ասպա տառապանքներս փորձում են, էլի այս տարիների ընթացքում։ Երբ եք սկսելու այս գործընթացը։ Մենք գործընթացը արդեն սկսել ենք, մենք շատ մի հատ էլ բան կար, մենք անպայման ամբողջ գործընթացը անելու ենք հրապարակային։ Այսինքն ոչ մի թաքուն հանդիպում, առանձին ինչ-որ քչփչոց բան չի լինելու։ Ենթադրենք ինչ-որ գնում եմ հանդիպեմ այսինչ падգամավորի հետ կամ այսինչ լրագրողի հետ կամ այսինչ թեկուզ պաշտոնյայի հետ ԿՊ-ական, դա լինելու է հրապարակային։ Շատ լավ, երբ։ Ինչը երբ։ Երբ է, ես այդ հանդիպումները մյուսը եւ այլն։ Մենք պատրաստել ենք 107, մենք բարբերաբար հավաքվում ենք ու արագ գործընթացը բան ենք անում։ 2 շաբաթ առաջ այս խոսույթի impeachment-ի դեռևս դաշտում չկար, արդեն եկեք մի քիչ մեզ գովացեք, որ մենք կարողացանք այդ խոսույթը արագ բերենք քաղաքական դաշտ ու դարձնենք քաղաքական խոսույթի մաս։ Դա իրականում քրտնաջան աշխատանքի արդյունք էր, հաշվի առնելով, որ սպիկերները այս թեմայի շուրջ ընդամենը 2 հոգի են, ես եւ Էդգար Ղազարյանը։ Նոզատոկակի է։ Էական չի։ Էդգար Ղազարյանի աշխատասիրության 5% ես ունենայի, հիմա Սամվել Ալեքսանյանից հարուստ կլինեի։ Երբ մենք պատրաստել ենք այս ընթացքում նաև 107 նամակներ բոլոր падգամավորներին ուղղված, որտեղ իրանք են նախաձեռնողը լինելու impeachment-ի։ Այդ նամակները մի քանի օրվա ընթացքում մի քանի տեխնիկական հարց կա, այդ տեխնիկական հարցերն կլուծենք։ Մոտակա օրերին մենք հրապարակային արդեն event-ով կգնանք, դրանք առանձին ծարարով նամակներ են, հատ, մենք հին մոդելով ենք գնում էլի։ Իսկ 107-ին է գնալու եք տեսնեք։ Ոչ, մենք այդ 107 նամակները այս պայդրությամբ կփոխանցենք, կբացատրենք, որ Պոչտայով կուղարկեք։ Ազգային ժողովի ընդունարան կանենք, այդ event-ը կանենք, լրատվամիջոցներն կգան, թող բանան։ Բոլոր падգամավորին այդ նամակները հրապարակային, կասենք ինչ այդ նամակի մեջ գրած կուղարկենք, խելամիտ ժամանակ կտանք մեր սիրելի падգամավորներին, որպեսզի իրանք ձևավորեն այդ impeachment-ի թուղթը վերջապես, այսինքն իրանց միակ ֆունկցիան, որ պետք է անեին падգամավորական մանդատով, իրականացնեն։ Ես այն կանխավարկածով։ Միակը չէ, դուք ամենակարևոր բանը իրաց վրա եք թողում, տեխնացուի հարցը։ Ինչ իրականում ասենք ընդդիմադիր падգամավորը, չէ, ամենամեծ բեռը հենց դա է։ Նարեկ ջան, դա միակն է։ Ընդդիմադիր падգամավորը 5 տարի ընդդիմադիր լինելով ինքը ուրիշ ինչ ֆունկցիա պետք է աներ։ Եթե ինքը ինձից ձայնաստացել, որ Մամալյան, դուք տեխնացուի հարցը թողնում եք իրենց վրա, չէ՞։ Թողնում դա սահմանադրությունն է թողել, ես չեմ թողում։ Սահմանադրությունն է դա։ Քաղաքական առանցում դուք ես քաղաքավարի մարդ եմ, քանի որ դա իրենց վրա է սահմանադրությունը։ Ես սկզբում sense տուկ-տուկ եմ տալի, նոր եմ մտնում։ Բայց եթե մտնեմ, տեսնեմ, որ իրանք տարբեր դատարկ արդարացումներով փորձում են էլի ժամանակ շահեն լրացնել։ Գնալ եք ասեք ձեր մեջից վարչապետ ընտրեք։ Չէ, ես չեմ ասելու։ Ես քաղաքավարորեն առաջարկել եմ։ Կամ թեկուզ սա առաջարկել եք ձեր մեջից վարչապետ ընտրել։ Իրանց մեջից չի կարալ լինի, իրանց սրտով։ Ամենն այս երկիրը ոնց որ ասում ես Վազգենը որբի գլուխ չի, այսինքն ընդդիմության վարչապետի տեխնացուն պետքա լինի մարդ, որ բոլորի միավորի, այլ ոչ թե դառնա նոր երկպարակության պլյուս ԿՊ-ական բան ասեմ, մոդայիկ բառ ասեմ, բուլինգի առարկա։ Ցանկացած եթե մենք Կոնգոից նեգրել բերենք այսօր դնենք վարչապետի տեխնացու 5 րոպե անց այդ Կոնգոից նեգրը կհայտնվի ԿՊ-ի բուլինգի ներքո։ Չի լինելու որոցը վարչապետ տեխնացու։ Սևամոր թեկուսա բառը կարող է պոլիտ կոռեկտ բրադ դվակինո նշեցի էլ պոլիտ կոռեկտ բան։ Չէ, ես նկատում եմ բերենք Կոնգոից Սևամորթ մարդ, ով որ երբեք նույնիսկ Հայաստանում չի եղել եւ չի տեսել Սերժ Սարգսյանին ու Ռոբերտ Քոչարյանին 5 րոպե հետո Վահագն Ալեքսանյանը ազգային ժողովի ամբիոնից կսկսի ապացուցել, որ այս մարդուն բերել է Ռոբերտ Քոչարյանը ու Սերժ Սարգսյանը, այս մարդը թալանել է երկիրը եւ այլն։ Այդ, այսինքն այդ կանխավարկածով գնալ, որ պետք է բերենք այնց մարդ, որոնք ԿՊ-ականները, այդ ԿՊ
իսպանական գլադիատորների մասին էլի խոսք, որ սենց ասել այ մարդ, այս մարդու մասին ոչ մի վատ բան չեն կարող ասել, չկա տենց բան չի լինելու։ Իրանք հորինելու են նույն, ոնց որ արել են շատ, կստացի։ Նույն Սրբազան, Բագրատ Սրբազանի մասին լիքը բան հորինեցին, ասեցին, վերջի շարժումներից եմ ասում։ Իշխան Սաղաթելյանին հետապնդեցին, կալանավորեցին, ձերբակալեցին ընտանիքի անդամների։ Վազգեն, ումը չեն արել։ Այսինքն դա ալնելու է, ես եմ հրավերս ընդունելու շատ հետաքրքիր զրույցի համար։ Ես տալիս եմ բոլոր այն հարցերը, որոնք կարծում եմ հրապարակում կան։ Շատ շնորհակալ եմ այդ հարցերի համար։ Բայց մինչև հաղորդման փակումը ես ուղղակի ուզում եմ հերոսադետային 2 բառ ասել դելթուրության պարոն Մալյան ինֆորմացիոն առիթ օգտագործելու համար։ Այսօր ես տեսել եմ իմ կյանքի կոնը լրագրության, քաղաքականության հետ կապ ունեցող կյանքի, որը վերջին 20 տարին է, հա, կյանքի ամենազզվելի ու զազրելի երևույթներից մեկը։ Երբ իշխանությանը սպասարկող, անգամ լրատվամիջոց չեմ կարող ասել, այդ edge-ը, այսպես ասեմ, որ ուղիղ աֆիլիացված է ազգային ժողովի падգամավոր Խաչատուր Սուքիասյանի հետ եւ ուղիղ աֆիլիացված է քաղաքացիական պայմանագրի Նիկոլ Փաշինյանի հետ, ոչ թե ատելության խոսք, այլ արցախցիներին վերացնելու, ֆիզիկապես վերացնելու խոսք է տվել եթեր։ Ռոլիկ, ինչ-որ անհայտ մի կնոջ հետ խոսակցություն, որը անշուշտ համացանցում աղմուկից հետո փակվել է, բայց դրա ձայնագրությունը բնականաբար պահված է թե ինձ եւ թե տասնյակ հարյուրավոր այլ օգտատերերի մոտ։ Ես չեմ ուզում ասել դատապարտել, որտեվ ուղղակի դատապարտելը ոչինչ է, այսինքն նորմալ մարդը ուղղակի ընդունակ չէր այդ ամեն ինչը անելուն, ուզում եմ ներողություն խնդրել բոլոր այն մարդկանցից, որոնք որ նայել են ու ամոթի ու ցավի զգացողություն են ապրել այդ աղբը տեսնելու համար, ներողություն խնդրել որպես լրատվամիջոցի ղեկավար, որպես մարդ, որը որ ամեն օր գրեթե եթեր է դուրս գալիս եւ շփվում է հանրության հետ։ Հավատացեք, որ այն ինչ որ տեղի ունեցել դա լրատվամիջոցի աշխատանք չի։ Մենք ոչ մեկս սուրբ չենք, ոչ մեկս անսխալական չենք, բայց այս տեղի ունեցածը ոչ թե զազրելի է, ոչ թե անընդունելի է, այս տեղի ունեցածը ուղղակի մարդկային արժանապատվությունից ու մարդկային բարոյականից դուրս մի երևույթ է, որ ցավոք սրտի հովանավորվում է օրվա իշխանությունների կողմից։ Լավ եղեք։